Այս գիտելիքներով ձեզ մասնագետ եք համարում։ Ռաֆիկ ջան, ինչ որ անհասկանալի ինչ ասեցի։ Ինչու Հյուգո ու ինչու Հյուգոյի մայրիկ։ Այսինքն փաստացի Հուգոն փոքր ժամանակվանից չի սիրում, որ իրան Գուգո են ասում։ Թե Ման դու հիմա պետք է բամբասես ուզես շուզես։ Այս եթերը պրծեի։ կա ինչ որ տենց սովորության կամ բնավորության գիծ, որ Հուգոյի մեջ ազդում ա կողերը ու կուզենաս այս գիծը փոխել։ Գալիս ատուն ու սենց տխուր էդի չեմ ուզի։ Չգիտեի որ։ Ու ես պայմանագրով եք աշխատում։ Մամայի ու իմ մեջ պայման։ նախ ես պայմանագիր չեմ կապել, որովհետև Իր բլոգը զարգանում է նաև մամայի շնորհիվ։ Մամ, զուտ զանգեր եմ ասեմ, քեզ շատ եմ սիրում։ Ես է քեզ ասես։ Ողջունում եմ բոլորիս, այսօր մեր հյուրն է Գուգոն իմ շատ լավ հին ընկերներից ու իր մաման Նանոն։ Նանոյով եմ չէ՞ դիմում, տես տոտա, տիկին, օրիորդ, չէ, դե անցած է։ նանո ախպերս։ Նախ բարի գալուստ մեր այս գեղեցիկ խոհանոց։ Այո։ Այսօր զավզակություն ենք անելու, լիքը խոսալու ենք, խնդալու ենք, բացվեք, ես գիտեմ որ այս ձեր առաջինը էս եթերներից է, մի լարվեք, խոսանք ինչ էլ պետք չի կկտրենք, էլի ձեր տվում։ Կարող ես այդպես կանաչով չլնեք դուք ուղղակի։ Կամ որ էպիզոդը մի րոպե է, պրոստը դարձես։ Նախ ուզում եմ ձեզ նաև ծանոթացնեմ մեր խոսքի ձկնիկի հետ, ով շատ սենց ապահով ու գաղտնապատ զուգ է, իրան ամեն ինչ կարաք վստահեք, ի տարբերություն մեզ ու այսքան մարդուց, ովքեր այստեղ են հիմա նկարում են մեզ, բայց ինքը գաղտնապատ է։ Այս խոսքի ձկնիկը ամեն ինչ գիտի, անգամ գիտի թե ով է հորինել, բարև լավ եմ ցավը տանեմ դու։ Պրոստը քեզ դենքից վրա որ չգիտես։ Այս խոսքի ձկնիկը ամեն ինչ գիտի, անգամ գիտի լավ եմ ցավը տանեմ դու ոնց ես հարցը ով է հորինել, որ մարդիկ ստիպված պատասխանում են, այդ հարցը գիտի ով է հորինել, բայց չի ասում։ Շո կներեք, բայց ինքը ահավոր ուռած է ու շնչայած է լինում։ Բայց այդքան ինֆորմացիա ունի։ Ամեն ինչից թող ապրի։ Ուռածա չգիտի, ուզում է պատմի մեկին։ Քունք շոտ ոտ վիճակվերը հլնայի։ ոչինչ։ Վերջում ես իրան կտանեմ մեր տուն կնի հայացնեմ։ Պատկերացնում ես ինչքան ինֆորմացիա ինքը ունի։ Մի հատ ձեզ թեյլից դեմ տիկին ընկեր Նանո։ Քույր Նանո։ Պրոստը նանո։ Նանոս։ Չգիտեմ, շատ է խառնվում։ Շատ է զար։ Իհարկե սեղանի ջենտլմենը ես եւ դու եք Նանոս։ Մի րոպե լցնեմ։ Ռաֆո, բայց ո՞տ եմ զգում ինչ որ տակ հարցերի ոնց որ Պատրաստվել եմ։ Մենք տակ հարցեր ունենք։ Այո, ես գնամ բերեմ։ Ռաֆոս որպես Հարցեր են տալում մամ ջան, Ոխ, շատ ես հոտ են պատասխանում։ Հենց Հերիքա շատ խմի։ արագ վերցրա, բարվեստը։ Այո, չես ինչ տակ այս տակ հարցերը։ Դες լավ հարցեր ինքս համար։ Տակած չէ։ Ոխ, ջան։ Ես այս բանի հոտ է գալի դե քաշի։ Մամ նախ ներողություն եմ խնդրում ես ինչի համար։ Ո՞նց կներես։ Ես հասկանալի չէ, էլի կատար։ Գնացինք։ Այս տակ հարցերը, որ մենք ձեզ տալու ենք, հասկացար։ Ցենց արագ պետքա պատասխանենք, արանքում պետք է ստեք էլ տալի։ So, okay, գնացինք։ Չէ, կարիք չստեք։ ոնց։ Ոնց ու հեսա դիմի։ Հարցը կընչի կհասկանաս, քո հետ եմ թե մամայի հետ։ Չէ, Բայց քեզնից, ինչու Հյուգո ու ինչու Հյուգոյի մայրիկ։ Հյուգո որ կարևոր է Գուգո չլինի, պրոստը պետք է ինչ-որ սիրուն անուն դնել այդ ժամանակից։ Հյուգոյի մայրիկը Բախին երկար չմտածեցիր, ասում եմ սիրուն անուններ ուզում։ Դրանից սիրուն անուն։ Okay, այսինքն լսի, դե իմը ասենք տենց ավելի ռոբոտների հետ կապ չունի, մի քիչ Ինձ կպար հասկացի։ հա։ Պրոստը դրեցի Հյուգոյի մամա զուտ տենց են ֆիքսել մարդիկ, էլի։ Իսկ կարող է ինքը պետք է պատասխանի, ես միշտ ուղղակի։ Դու ես բացի էջը, դու ես չես մտել, չէ՞ Instagram գրանցվել Հյուգոյի մայրիկ։ Ես բացի բիոն գրե, փող ես աշխատում։ Փող աշխատում։ Չի տալիս։ Ռաֆիկի զոհա։ Կան ես ախր տամ չտամ, էդի չի ինքը խլում է, ինքը վերցնում է, ես էդի։ Ճիշտ ասած 10 րոպե առաջ ասես գնացի խլեցի նոր եկանք ստե։ Այսինքն փաստացի Հուգոն փոքր ժամանակվանից չի սիրում, որ իրան Գուգո են ասում։ Այսինքն Վիկտոր Հյուգոյի հետ կապ չունի։ Այնքանով կապ կարող է, որ Գոյություն ունի դες մարդ։ ծեղել է, անց է գնացել է, չէ՞։ Իրավ այս տաղա Հյուգո բոսի հետ կապ ունի։ Բոսի հետ կապ ունի, բայց Հյուգոյի։ Լավ, Նանո ջան, քեզ եմ ուզում հարցնեմ։ Փոքր ժամանակ Հյուգոն Ատամ Հատիկին ինչ է քաշել, որ դառել է բլոգեր։ Այ ճիշտ ասած բանալի է քաշե,
Հետո մկրատ։ Ավելի ճիշտ երկուսը իրար հետ վերցրել է, բալանին ու մկրատը։ Համը ես ասել Վարշավիր կդառնա, բայց Արիուտես դեռ հակառակ բանադար։ Կանացի վարսավիչ։ Դե մկրատը վիդեո մոնտաժելն է, չէ՞։ Կանակն էլ Լուիս ասենք։ բան չեք դրել, շտատիվ ասենք։ Դրանք մենք չենք ունեցել այս բանը։ Իսկ ավտոմատիկ ինչ եմ TikTok-ը հավայի չեք խոսում։ դրել, Ավտոմատիկ ինձ գիտեմ էդ ինչա։ Մեր ցեղի մեջ մենակ արել ենք, ասենք պանեխիդա։ Ասենք տաղու, բայց ուրախոց չենք։ Դե դիպա Իսկ հիմա ուրախ եք, որ Հյուգոն օրինակ վլոգեր ա դառը, ոչ թե ասենք թե կանացի Վարշավի։ Հա, շատ ուրախ։ Նախ այդ մասը մենը պիտի հասկանաք։ Լավ, կամ կնոջ կանացի Վարշավի կամ չէ, բայց ուրախ եք, որ վլոգի գավաց դառնում։ Հա, հիմա շատ ուրախ եմ, որ իր ժպիտը միշտ դեմքին է։ Այս սկզբի ժամանակ հաստատ ասել եք կապիկությունը։ Ճիշտ ասել եմ։ Հա։ Եթե ֆլեշ բեկի Բայց գալու։ անկեղծ Ասա, չասել։ կապիկություն ես ուզում ասել։ Ես Ասա, կապիկություն ես ուզում ասել։ Լսի, ես դու ինչ ես ասել նախ կապիկություն ես անում, անկեղծ չի ասել։ Հավայի խոսած էի։ Իսկ երբ որ այդ կապիկությունը սկսեց փող բերել, այլ կապիկություն չէր, չէ՞։ Դարավ սրբություն։ ճիշտ ասած ես երբեք չեմ հարցրել դու ես փողով ա թե անփող ա ինչ ա։ Ես պրոստը որ ժպիտով մտնում էր տունը ուրախ էի, ես էլ էի ուրախ։ Ունեցավ, ավտոն բան արեց, բան արեց։ Ավտոն ես քշում, չէ՞։ Ո՞նց է կարող փող հավաքեք, մենք ինձ ասեք էլի։ Այդ սուտի խնդիրն է։ Էդի քաշելա մամային։ Դու հավաքել ես բան ես Հավաքել է։ կտրել վրետ։ Այդ ավտոյի փողի բան ես կտրել վրետ։ Հա, հիմա ասենք ինչ անեմ։ Լավ, հաջորդ հարցը։ Հյուգո, եղել է դեպք, որ պատահաբար ինչ-որ բան գցես ստորի, որ մամա չպետքա տենար, սենց արագ վազես, հեռախոսիրա վերցնես, որ, չգիտեմ, ինքը չտեսնի։ Իհարկե մեր հարց գրողը չի մտածել, որ դու կարաս ստորին ջնջես չվազես մամա հեռախոսի մեջից, բայց դու պատասխանի սենց ես հարցի։ Հետո սխալ է ձևակերպած էր, էլի մի քիչ դե լսի, նայ, գիտես ոնց է եղել։ Խոսքի եղել է ստորի եմ գցեմ, բայց մամային ասել եմ գործով եմ, էլի մամ բան մի արա, ու ինքը տեսել է, զոտ այդտենց դեպք ա եղել, չի եղել որ Այսինքն ջնջեմ։ գործով է։ Ձիպ ասել եմ գործի եմ, բայց լրիվ ուրիշտեղ ասենք պարելուց եմ եղել, էլի։ Զոտ ինքը տեսել է այդի, նես չի, բայց կռվել ենք բան, զոտ, նես չի վախենում եմ համարում։ Մաման Մի կա խոսքով հավատացել է։ Հա։ Մաման կա քլոզերում այդ։ Չէ։ Մամաս կլոզեմս։ Մաման գիտի ինչա կլոզը։ Չէ, մամ կլոզը։ Մամ կլոզը։ Դա վալբերիսուն բանա, ուղարկե մարդիկ ու փոխիրեք, ինքա լավ է գազը մաքրում։ Դե ու բան իր հետ կտորներ էլ լսի կլոզը։ Վայ, Կլոզը։ Այս խելար հումորները չեք հասկանում։ հա, չի։ Քլոզ բացատրի չէ։ Կլոզան հենց է որ ասենք որ story եմ գցում նայում ես, չէ։ Հա։ Լյուբոյ իմ հետևորդ նայում է, լիքը մարդ նայում է, բայց կլոզան հենց բանա որ գցում եմ որ մի 3 հոգի տենան։ Պատկերացրու, ես ընտրել եմ այդ 3 հոգին։ Հա, դու ինձ հանել ես արանքից, Չկաս հա։ այդտեղ, հա, որտեղ կան դենես բաներ կա իմանաս։ Ինքը արգելված է, եթե արյուն կա, ինչ որ արյունակցական կա։ Քլոզը ես sense մեր լեզվով բացատրեմ։ Քլոզը գիտեք որն է, որ կոֆե խմելուց մարդիկ կան, չէ՞, որ իրանց հետ ուրիշ ձև ես այդ կոֆե խմում, այ քլոզը հենց այդ է, այսինքն կոֆե խմելու սաստավն է, բայց ինձ մի հատ հարց է հետաքրքրում, Հուգո, թող ամենաաբսուրդ մարդը որ կա քլոզում այդ, որ sense շատ անսպասելի է որ կա ինքը։ Անշարվին։ Ինչն է աբսուրդ, որ ինքը կա ընդհանրապես թե քո կլոզում։ Զոտ իմ կլոզում կա, ոնց որ նենց չի օրինակ մենք իրար այդպես ամենօրյա շփման մեջ ենք ակտիվ բան, բայց ես ուզում եմ որ ինքը լինի, հետո որտեվ ցենց հասկանում է ինքը պատկերացրի հումորը, բան, դες բռնում է իրար Հասկացանք, որ վայբը։ դուք չեք հասկանում։ Ես էլ չկամ քլոզում, մենք նման ենք իրար, մերսի շատ։ Դուք խոսացեք, ես ձեզ կլսեմ սենց։ Լուրջ։ Չկամ քլոզում։ Հավելացնեմ, ինչ խնդրեմ։ Իմ քլոզում ունի 20 հոգի է ընդհանրապես։ Իմ մոտ 9։ Հա? 8։ Ինչ է, դու արշավի, դու արշավի։ Ես արշավի պապաս։ Ես նանոին հարց ունեմ, նանո ջան։ Իսկ հետ եղել է որ օրինակ ռիլ նկարելուց Հուգոն այս մի բառ ասենք չստացվի կոմոդ 10 անգամ նկարի, ասի կատավատա, այն որ արդեն ասես վայ երբ եմ բրծնելու խի ես սրա տակ մտա ընդհանրապես։ Ահա, դաժե մի օր այն աստիճան որ հերրախոսս այդ շրխկետին ու սենց նայում են նայում են։ Աստված ես ինչ կրակի մեջ անձի գցել։ Բայց ես Պրոստը ուրացանք իրար, այդ բային ուրացանք։ Ես ծանոթ չունեի, ինքը երեխա չունի։ 4 ժամ, կամ պետք է ասեմ 4 ժամ մոնտաժ, կամ voice-over չի կարող անել։ Ֆորեյս ասում կարաս սենց ասես, չէ։ Ու դրանից հետո ինքը գնացել է չկա ու չի կարող այդ բառը ասի, Այս բառը բայց դոկտորի։ այտենց չեմ հիշում, անընդհատ չեմ հիշի բառերը, բայց ասել ջան, դե գնա հիմա։ Այդ վրես մունա թե իր գալի, դե գնա հիմա։
Բայց մի բան ասեմ, այդ նորմալ է, օրինակ ես այս վերջերս գովազդները հոգոն գիտի 50 անգամ voice-over եմ արել, որտեղ չի Ասեք իմանամ է։ Իսուս, ոչ։ Չէ, բայց նորմալ է բառերը չկա Ես չեմ կարող, ես բարել կա չեմ հիշում 4 ժամ բրավ։ Եթե դի նորմալ։ Եթե նորմալ է թարգի Բայց մենակ 4 ժամ մամայիդ հետ չես կարած այդ բառը ասել Մենակ այդ բառը չէ, լիքը տեքստեր կար, ինքը մի քիչ акցենտներ ուրիշ ասում, մի քիչ ասենք բառներ ուրիշ իր բառով էր ասում։ Այն նստած դիվանի վրա, ասես այսպես հարցունքներս գնում։ հրաժարվել ամեն ինչից։ Հասկացա։ Գուգ, նայ, մի օր մայրիկդ քեզնից ավելի շատ ֆոլովերներ ա ունենալու, այդ հաստատ տեսնելով մարդու տաղանդը, լիքը ֆոլովերներ ունի, լիքը լայքեր ունի, դու քեզ լավ կզգաս որպես պրոդյուսեր, թե թաքուն կջնջես էջը, որ աստղայինը չտանի։ Չէ, լավ կզգամ։ Չէ, դե կջնջեմ։ Իմ կյանքից լավ կզգամ ու կջնջեմ։ Չէ, իրականում կուրախանամ։ Չգիտեմ, մտա։ Բայց մի բան ասեմ, տենց ինձ թվում է բոլոր բլոգերների մոտ այդ խնդիրը կա, որ օրինակ երբ որ իրենք մամայի հետ կամ տատիկի հետ ինչ-որ լինեն նկարում, բնականաբար մաման ու տատիկի վյուերը ավելի շատ է, քան սովորականը։ Քո մոտ չի եղել այդ շրջանը, որ հասկանաս, որ всё-же մամայով պետք է շատ անեմ, բայց դեռ մամային էլ շատ չես ուզում ներգրավես, որտեղ քո բլոգը քո այդ խնդիրը ունեցել եմ, բայց ես սեպարացիա եմ դրել, էլի, ասենք մամայի հետ դիտումները շատ է, անկեղծ ամենաշատը։ Սեպարացիան է դի որ պորտը կտրում է։ Չէ։ Ну типа Արի դու մի կրթի։ Մերոգակայ ոչ։ Նախ ցենք որ հələ իմ ես կտրված չեմ։ Ես իմ մորից էլ կտրված եմ։ Այն պորտը որ չի երևում այդ պորտը։ Նայ, ես բաժանել եմ, այնց եմ արել, որ մենակ մամայի շուրջ ինձ չընկալեն, նաև իմ անձի շուրջ, իմ այլ կերպարների շուրջ երևի ինձ ընկալեն, դրա համար հիմա բալանսը պահում եմ, համենից։ Հա, չենք տեսել, պրոդե, հա, լավ, եթե Միշտ էս եք տեսել, հա, չեմ Այսօր մի քիչ թույն ենք շնչում, երևի չայի մեջ էր։ Մի քիչ քաղցր գցի, Միակ վիներկիսվի կա ինչ-որ տենց սովորության կամ բնավորության գիծ, որ հուգոյի մեջ ազդում ա կողերը ու կուզենաս այս գիծը փոխես։ հա, կուզեմ, որ սենց գալիս ա տուն ու սենց տխուր, էդի չեմ ուզի, դրսում ուրախա մտնում ա տուն ու մի բան կհիշի, կասի վայ աստվածներ, էսի խի սենց ունեցա սենց բանինում, ինձ էլ հետը։ Բայց ես մի քիչ քեզ այդ մասով հասկանում եմ։ Օրինակ սաղուրը դուրս է սենց ֆորում է, որովհետև անձանց մարդիկ են տեսնում, բայց դու ես գրում ուզում ես հանգստանա, համ դեմքդ, համ էմոցիաները։ Չգիտեի որ տենց Ու ես ուզում եմ անենց անեմ, որ ինքը այդ ժպիտը բացվի։ Այսինքն ձեր համար օքեյ կլի, որ ինքը տենց ժպիտով մտնի, բայց բարձվի վատ շրջապատից է եկել։ ծակված Չի կարելի։ Եթե ինչ։ Հացակը Նկատին է փուչիկը, հա։ ծակված զեղանի տակ։ Մի օր։ Հիմա էլ եք դրած։ Փուչիկը ինչ է կարող TikTok-ը, փուչիկը ընկած։ Չէ, Մյուս հարցը, որը ստեղ եկավ ինտերակտիվ այս թղթի վրա, Հյուգո, մամայի հետ նկարած վիդեոների գովազդից ստացված գումարը արդար բաժանում ես, թե մայրիկին ուղղակի լավ խոսքեր ես սենց ասում։ Հավասար չեմ կիսում, որովհետև մի քիչ մի փոքր ծախսերը շատ է, պետք է ոնց որ հասցնեմ փակեմ, բայց տոկոս եմ տալիս մամայիս էլի։ Հա, Օրինակ 200,000 ես վերցրել գովազդի համար, վստահ եմ այդքան չես վերցրել, բայց Հա, ես էլ օրինակ այդքան չէի 200,000 վերցրել։ որ վերցնեմ։ Ինչքան կտաս մամային։ Ես մամային կտամ 10% դրամ։ 50,000 կտամ մամային։ Օ, շատ լավ է։ Այդտեղից 10% հարկը գնաց։ Գնաց հաջորդ հյուրը որ գա մի հատ։ Իսկ եթե օրինակ այդ գովազդը այն 4 ժամանոց որ տանջել է, փողը չի իշնում, որպես հոգեբանական տույր։ Չէ, ճիշտ է որտեղ ինքը մեղավոր չի։ Իսկ պայմանագրով եք աշխատում։ Մամայի ունի մեջ պայմանագիր։ Դե կարող է, ինչի հիմա։ Ինչ ես զարմանում, ինչ ես զարմանում։ Okay, որ ասենք չտանեմ։ Նախ մեկ ես պայմանագիր չեմ կապի, որտեղ Սրա հետ։ Այ քեզ։ Էս ինչ նորություն է։ Էսի չէ։ Մի խոսքով տալիս ես մամային։ Հա, իհարկե, անպայման։ Շատ լավ։ Դե պրոստը, բայց ինչ պետք է անի, явно իր բլոգը զարգանում է նաև մամայի շնորհիվ։ Մենակ մամայի շնորհիվ, չէ, նաև մամայի շնորհիվ ու դա Բայց մոտիվացիա է։ ես գիտեմ որ դեռ աշխատում եք, չէ՞։ Մամաս բանը լավաշի փռում աշխատում։ Բայց ինչի՞ չեք ելնում, եթե տալիս է 50,000 աղագին փող է։ Մի քանի անգամ եթե տալիս է օրինակ։ Բայց ինչի՞ հելնեմի չանեմ։ Դա ես ճիշտ։ Այդ ոնց որ ամուսնացած ես ու չաշխատես։ Դες ինքը չի կարող հելի գործ։ Ես իրան ասում եմ, արի մամա, օրինակ հելի, օքեյ, կարաս չաշխատես, բան ինքը կապված է այդ փռի page-ի հետ։ Էս էլ փռի արդյունքը։ Page-ի։ Իսկ լավաշի փռով վլոգ նկարի։
Ես Կսացի մի հատ նայում տենց եմ, միտք թե ինչպես սարքել լավ։ Ես 72 տարիներ Այդ շուտով կլինի։ մի հատ շատ ցած լավ միտք ունեմ, ուզում եմ մամայի աշխատանքային օրը ցույց տամ, չգիտեմ ինչքանով կնայեմ բան, եթե համաձայնվի այդ փուրն է գովազդը, ինչ որ մի կմցրեք մեջը։ Շուտով կլինի այդ գովազդը։ Բայց իրական տես միտք ունեմ ցույց տամ մամայի աշխատանքային օրը ոնց է անցնում։ Եթե օրինակ դրոժի սպոնսոր ճարեք, ոնց ողի։ Բայց հավես սա ես շատ ուրախ եմ ձեր համար։ Իսկ ես համար ուրախ չեմ։ Իսկ նանո ջան, իսկ օրինակ դուրը գալիս է, որ փողոցում գալիս են, ասում վա, ես նա մեր Հյուգոյի մաման է, թե Չէ, առաջ շատ էի սենց նեղում։ Չէ, Հուգոյի մաման, չէ, Այսինքն ասում եմ, այսին մաման չի։ Այ այո։ Էստեն Հյուգոյի մերը չի։ Իսկ հիմա որն է ավելի լավ եմ ինձ զգում ու հենց տեղում զանգում Գուգո գիտես երեխեքն եկել են փաթաթվում են ինձ։ Հա։ Հիմա դուք եք գնել Հյուգոյի մաման։ Գալիս եմ ասում եմ։ Ինձ չեք ճանաչում Զուտ անցանոթների մոտ կանան ներողություն։ Իգոյի մաման է։ Ես այդպես նիհարել եմ, որ ինձ ոչ որ կոմպլիմենտ չեն անում, ասում եմ երևի մի իրացի որ նիհարել եմ։ Բայց դուք եք ասել իջարից որ նիհարել եմ։ Մամայս դեպքից դեմ ասա։ Արխային։ Հարցը չեք հասկացել, նկատի։ Ասելի կտաս։ Բայց գիտի ինձ։ Հա, ոչ Գիտեք տարի հետո։ Կանք քեզ ամբողջ Հայաստանը գիտեր։ Ինչու՞ Դե նիհարել։ Դե նիհարել եմ 50 կիլո։ Ոյ, մամա ջան։ Այդ ո՞նց է սարը։ Այս Մամա։ Ստամոքսն է կտրել։ Հիմա ստամոքսը չի ցավում։ Ստամոքսը կտրել պեչենի են թխեանքեր։ Բա որ կտրել ես, բա հիմա այդ քաղցրը ուտես, նորից էլի չաղանա չեմ կարա չաղարել, չունեմ ստամոքս։ Բառան Ոնքերն ան։ Ինչ ուտում ես ողը իշնում, ահա։ Շատ Ոտից դուսակալի։ Երեք էսի ջեք անում։ Բայց որ մեզ նայողների համար մենք ընկերներ ենք, դրա համար sense հանգիստ կարանք իրար վրա մի քիչ բոցվենք, էլի։ Ստամոքս վրա բոցվի։ Այս հաղորդման տակը թույլ ենք տալի դուք եք բոցվեք մեր վրա։ Գրեք ստամոքսի բոլոր հավանական վայրերը, որ կարան ինչպես Կներեք եք դան բաչինեմ բրատամներս մամուրա թե չէ։ Չէ, դուրն եք ասեք։ Ուրիշ վաղտի ասես մամա, դու մի կեր, որ ատամները Մենք ունենք տենց խնդիր։ Ասոնը խնդիրը բարձրաձայնում եմ մամաս ամեն մեր կռիվն անում, Գնում ենք խոսքի վիդեո նկարում են, արագ դուրս են գալի, մեկ այդ մամայի սաղատամները պամադա է։ Ոնց վիդեոյի մեջ դες դուրս է գալի, ասում մամ, 10 անգամ քեզ խնդրեմ, էլի պամադա թո չլինի արտամ։ Ուզում ասեմ, ես վերջերս գնացել եմ հարցազրույցի ու սա ընթացքում ստեղը շոկոլադ է եղել, ու սենց հետո կրուպլիով տեսել եմ այդ շոկոլադը, ու այսպես եմ եղել, բայց դե չեն կարող ոչ ջնջել, ոչ Կանքիս ո՞վ է եկել այդ հաղորդավոր։ հաղորդավարներ Տոլերանտ է, ասում եմ դե լավ դե իմ նիհարելա մի հատ դեպի ասեմ։ Տածա օքեյ։ Երևի ատամնա բժանից ինչ-որ կգրել։ Տնից դուրս գալուց առաջ մամա դետեղը շոկոլադ եմ պրոշների սկսում, դրա համար էլ կսվել։ Մյուս հարցը սառում է ճիշտ է, բայց դե տակա դեռ լինում է որ մի հատ աղջկա նկարչուց տակ ասեք նա ինչ լավն է, ասես լրիվ ուրիշ նկրտումներով էլի, այսպես ցույց տաս, ասեն նա ինչ լավն է, մեր հասմիկի աղջիկն է։ Որ ուզենակ Կապցնդեքի։ Կարաս ասես վերջերս ինչ եղավ։ Հանգիստ պատմի, օքեյ։ որ վերջ այնքան բան ես ցույցես աղջիկից ցույց տալի։ Լսի, ես մամաս բերեց ցույց տալի նկարը, ասենց ան նայ էսի հələ նայի, ասում եմ նախ չի ներկայացրել ինչա պրոստը ցույց տալի նկարը։ Ասում եմ, աղջիկան նայ լավն է թե չէ։ առևտուր անում։ Որ ընտրինից պատին եմ։ Գործ Ինձ իրաց գործը գործը պրոստը Tinder-ում գրվածված է, հələ նայ, ազատ է։ Մեր փարի բանն է։ Ու տենց են։ Բան չէ, մեր աշխատողներից մեկի աղջիկներ։ Հա, Ասում տենց ցույց էր։ ես հավանել էի։ Հա, դա չհավանել։ Չուզես ցես։ Մամա դրա վախտը չի։ Բայց դուք պատրաստ եք արդեն կես ուրնելու։ Պոտենցիալը շատ մեծ է ինձ թվում է։ Իսկ նախ вообще ես պատրաստ չեմ։ Հարցը։ Իսկ ինչ ձևի կես ուր կլինեք։ Չգիտեմ։ Հա։ Օրինակ ինքս հարց ունենաս չես գժվի։ Չէ, ուրախ կապրեմ։ Լուրջ։ Այս եթերը պրծեի։ Բայց մեկ մի քիչ փոխում եք։ Մամայից աշխարհն կանումը փոխվեց վրա։ Փոխում եք մի քիչ հարցերը, հանգիստ եղեք, արդեն մենք ունենք բրինց հարցեր, ռադիախտրը բրինց հարցերը մոտեցրու։ Սա ես եմ սպասար կողը ոնց հասկացա։ Դրա համար էլ չի հերնում։ Ես դա գիտակցեմ մակարդակը։ Դացի հենց տենեք ինչ է ասում։ Բացում եմ մեջը դա աշխատավարձը։ Ստե չէ։ Չէ, դա չլեցնես։ Բա որտե։ Զրոն մեջն է, Լից։ Այդ իստե դի, արե։ Լիցտե։ Դու, նայեք, բրինց հարցեր։ Ռոֆիկ։
Սխալ եմ արել։ Այս Ռաֆիկ ինչքան էլ գան է։ Այն որ մաման բան ասում անի, հետո հետևից գնում անում է, հեսա։ Հա։ Հեսա բերից հարցը։ Դուք խոսացեք, ես մի հատ ստե արագ։ Մի հատ արագի մեջ Всё։ լից։ Վայ։ Տեսար։ Հիմա բերից հարցեր, արագ քաշվենք եւ ձեզ հարցեր ենք տալի։ Առաջինը ես եմ բրինձից հանում հարցեր։ Շո բրինձը։ Լավ կողջ։ Դե բերեմաց։ Հուգո։ Լսի։ Եթե ստիպված լինեիր հեռախոսիդ կոնտակտներից մեկին ընդմիշտ բլոկ անեիր, ով կլներ առաջինը։ Ռաֆոն։ Բլոկից չես անե բլոկից։ Դա ես էի բլոկի, հա։ Բայց լավ լուրջ։ Ռաֆոն գիտե չէ ոնց է, Ռաֆ չի մասի ոնց է գրածված։ Էի ուզում ասեի ոնց է գրածված։ Ֆուրես գրել։ Լուրջ։ Հասկացա։ Չէ, բայց եթե լուրջ բացի Ռաֆիկից ում կբլոկի։ Ստիպված ես բլոկես հասկանում ես, օրինակ հիմա եղածների մեջից ստիպված ես բլոկես։ Ստիպված եմ բլոկ եմ։ Չնեղած։ Կամ պետք է մեռնես, ոնց որ դրա համար ես էլի ստիպված։ Հասկացա։ Կան բլոկի WhatsApp-ով կզանգես, մեկի անունը դու։ Հա, դեռ թե կանեղնի։ Ոչ չգիտեմ ում ասեմ ախր։ Մեր նկարող Վահանին, բլոկի դու գնա։ Առաքիչի համար չունես համ մեջը կոնտակտերից։ Մյուս բերինց հարցն եմ ես քաշում։ Ընդհանրապես դու Յանի բարի սիրտ է, լավ էլ 9 անուն Հա, եկա։ այլ է, որ ինքը բարի սիրտ ունի շատ։ Ռաֆո շատ անունագալի բա։ Գուգ, ո՞րն է այն ամենադառը մեկնաբանությունը, որը կարդացել ես քո մասին, մինչև հիմա հիշում ես ու նենց ինչ որ չափով համաձայն ես։ Այսինքն չէի ուզի մարդիկ հասկանային այդ։ Ոյ։ Սես բան են գրել։ Ինչ-որ ոչնչություն։ Էսի անկած իմ վրով կոմենտներ այդքան չեմ նայում, ինչքան մամայի վրա որ կարամ կոմենտ եղած լինի, որ տես տպավորվել է, միջև վատ եմ զգում, մամային էին կապել հավայից, մամատ սենց, քֆուր չէ, զոտ վիրավորական բառեր։ Դու դա ինձ։ Բայց կողև ճիշտ են գրել, ես չգիտեմ որ չի, ես չեմ Իզի ման դու առանձին մարդից առանձին։ Գրել են, ինչ ես նեղվում։ Բայց շատ էս Ես որ ես ծանր չեմ տան նեղվում, գիշեր դու ես մեջ նեղվում։ քնես բան որ օրինակ։ Դե իրականում ամենասկզբի շրջանում իրոք չէի քնում։ Ես մտածում եկա, սա դեպի սխալ եմ մի բան անում էլի, որ մամային տենց մամաս տենակ ներվի էլի, այդ տենց էի մտածում։ Իսկ դու կներվի։ Կոմենտները կարդում եք ընդհանրապես։ Ձեր կրթված չեք, հասկաց։ Բայց եթե դե բլոգեր է կրթություն չունի։ Չէ, լինում է կարդակ։ Հա, կարդացել եմ, մի երկու անգամ կարդացել եմ այդ տենց վատ բան։ Ես էլ շատ եմ նեղվել։ Մեկ էլ 1-2։ Լավ էլի, հա, էլի։ Հասկացա որ ճիշտ եմ ասում։ Պաստորեն ազատ ժամանակ Hugo եք կարդում։ Իսկ օրինակ իմ մաման մտնում պատասխանում է կոմենտներին։ Լուրջ։ Վատով կռվում է հետները։ Պապան вообще գրում է համարդ գրի։ Պապա գշում է պապա այդ կոմենտը ռանդոմ ինչ-որ մի հատ post-ի տակ որ Նախ մի քիչ ժամանակ չեմ ունենում։ Հա դե մենք անբան անգործ մի։ Գործից գալիս է, մինչև Մամաս ուղղակի բանն է, Instagram-ը մենակ ասում է ռեպոստներ անի։ Ինչքան ուրիշ ոչի Այլանդակ բանկոմատը կապնում անգամ ինչ-որ ասենք Հա, ուզբեկ, տաջիկ, հնդիկ, ինչ էլի, մեկ էլ տենում եմ մամա էսումն ես լայք է, մամա, ադա ես ինչ եմ, թերթելով կպել է հիմա։ իրականում այդ խնդիրը շատ բարդ է, որովհետև ունեք ես վերջերս ես եմ մամայիս հետ ռիլեյ գցել ու տենց պահի տակ մամային վատ բաներ չէին գրել, բայց ինչ-որ սենց խնդալու բաներ էին գրել, բայց սենց կիսա վիրավորական են, որ սենց շատ է միանում ստեղ ինքնապաշտպանողականությունը, նամանավանդ մամայի, դե որ ասված ոնց մամայից վատ բան են ուզում գրել, շատ ես ուզում այդ բանի պաշտպանես, դաժե մտածում եք կարող է ջնջել, բայց դե հիմա գրում են իրանք ունեն դուք ունեք։ Հասնենք հաջորդ։ Ինձ մեկ օրինակ մի անգամ գրել են ոնց որ սիրուն խոսք չունես, չես կարող բառեր կացես իրար կապակցես, ես բանին էլ չեմ կարող եմ։ Սենց մտածեցի դե կարող է իրոք ճիշտ են ասում այդ բան խոսքի չեմ կարացել կապել բառերը։ Ես էլ օրինակ այդ մի հատ կոմենտներից որ միշտ ուշադիր լինում եմ ու ես փորձում եմ ուղղել ինչ որ ուզել խոսամ ու խոսամ։ Հայուկո, բլոգերներից ում հաստատ չես հրավիրի քո հարսանիքին կամ ծննդյան տոնին, նույնիսկ եթե ինքը վճարի գալու համար։ Խոսքի բանին։ Անուն պետք է տաս։ Գոր 7-7-ին օրինակ։ Քեզ կանչի։ Ինչի լավ կգոր կրա։ Ես կանչի։ Ես ում չեմ կանչի։ Յոպե։ Մագա Հարությունյան։ Դու ում չես կանչի։ Գալու յոտ ուշադրությունը շեղի իրա վրա։ Լսի, ես ում չեմ կանչի։ Մի րոպե մտածեմ։
Այս վերջերսում եմ բլոգ արել։ Հա, այն աղջկան, որ Բալիում ապրում։ Հա, Girl on mute։ հասկացա։ Ֆեմինիստիկին չես գա։ Այսինքն նոր հասկացա, որ իրան պետքա բլոգ արվեր, որ էդի ես էդի շոու չուտեմ։ Դες արել ես ինչ։ Դե ինքը իր նիկնեյմը հուշում է, գրել on mute, տիպը mute պետք է անես, էլի։ Հաջորդ հարցը։ Իսկ ես սաղի կկանչեմ, որ չնեղանան։ Չէ։ Հաջորդ հարցը։ Նանո ջան, վերջապես հարցը ձեզ ընկավ։ Եթե ձեզ տային $1 միլիոն, բայց ասեին, որ Google-ն պետք է այլևս երբեք վիդեո չնկարի, որ երկում կծախսեիք այդ փողերը առանց Գուրգենին ասելու։ Ես նապեք չէի վերցնի։ $1 միլիոն։ Հա, չէի վերցնի։ Չէ։ Ավելի լավ է իմ երեխան թող իր գործով լինի, հենց իպետ չի։ Կյանք մամաս իրոք սենց խասյաթ ունի, անկած ինքս մի քիչ։ Բայց նավսակի, եթե դες առաջարկ լինի, մի հատ հարցրեք, էլի քուքույ։ Բայց եթե անգամ առաջարկեն կյանք, անկած Ասեցի չեմ վերցնի ու վերջ։ Դիմավորեք Starbucks-ից $1 միլիոն։ Բայց $1 միլիոն Ես կուզեմ, որ էդի։ իմ երեխու գործը առաջ գնա, քան աղջի $1 միլիոն է տալի, առաջ այդ։ Ոչինչ, ուզում դրամ լինի, ուզում դոլար ու եվրո լինի, ինչ ուզում լինի, ասում եմ չէ, չեմ վերցնի։ Իրան ինքը կտժախես ուզում տանջվի տառապ։ Իա, ասած միտքերն ան ինքը Թող տանջվի, ստեղծագործի, ստեղծի, ինքը իր գործը ունենա։ Ամեն բան չմնաց $1 միլիոն ինքը ջան։ Բասը Մի 40 տարի։ Իքի նանո, եթե Գուրգենը լիներ կահույք, ինքը փափուկ բազմոց կլներ, որի վրա բոլորը քնում են, թե հին պահարա, որի դուռը միշտ ճռում է ու նյարդայնացնում։ Օ, ես իմ։ Որի վրա բոլորը քնում են, չէ՞։ Բոլորը Շունչը կկտրվի, որ քնային վրա։ Դե կահույք է հիմա ինքը։ Ну, միջանցքի կուշետկա կարա լինի։ Ավելի լավ է թո ճռճռա, ես էլ ուրախանամ։ Մամայից կարոտեցի, եկեք զանգեք մեր մաման, որ սիրում եք իրան։ Ես զանգում եմ։ կյանք զուգում ժամ։ Բան չասեցի։ Այդ է։ Մամային։ Ինչ ասեմ, որ Երեխա ես էի մամային զանգեմ էլի։ Մամ, Ես անջատել եմ։ Յուրեմ ուզում եմ ասել, որ քեզ շատ սիրում եմ։ դե արի, Օպրես, պակա։ ես մի կզանգեմ ամես ու չեմ ասի, որ հաղորդման հյուրեմ ու պրոստը կասեմ տենանք երայցը։ Քչքրֆես էլի մամ։ Դե գնա։ Ամեն մի ծնող կոպես չի։ Արա, Մամ, զուտ զանգեր եմ ասեմ, քեզ շատ եմ սիրում։ ես է քեզ ասես։ Всё կյանքս։ Լավ։ Ախ, ես ասեմ, որ սա կքրվի։ Հեն։ Իմ Դե ասեցի չքրֆի հանգա։ Կարմի որ զանգիր ասիր, մամ, ուզում եմ ասեմ, որ քեզ շատ եմ սիրում։ Ռաֆելի խաղում ես։ Հա, բայց վերջինը։ Սա էսքանն է։ Հա։ Այ խաղալ ու բան չկա։ Դիքի հարսանիք անենք քեզ մի հատ։ Մի հատ Արել են ու ոտով էլ տարել են։ Ախը չի եղել։ Մամաս մի բացում ասում է իմ հարսանիք չէ, իմ բանակի քեֆ։ Всё, բա։ Բանակի քեֆ ա եղել։ Մի հատ վերջին բրինց հարցն էլ կարդում եմ ու անցնենք առաջ։ Google, ո՞րն է ամենատարօրինակ բանը, որ վերջին անգամ Google-ել ես քո մասին։ Կամ Google-ում տեսել ես, կամ նորություն ես փնտրել, մեկ էլ բերել Իմ մասին։ Հա։ Դիտեմ։ Բրավո ԵՄ գրել է, որ Չէ, բանը, ինչ որ բլոգեր Հյուգոն քարկոցում է Կոտայքի անձնագրայինը։ Կոտայքի անձնագրայինը, տենց ինչ որ վիդեո story է պրոստը դրել, որ ահա որ աչե, ոնց որ մի սպասարկող ընդամենը բանը, տենց մի քիչ բողոքել էի, բան։ իսկ օրինակ եղել է պոստաս Հյուգոյի մեկ նկարներ, բան։ Նա մարդ էս կարողա տարածվել է։ Չէ, դի ասեմ ուղարկում էր ասենք։ Էդի տարածվել է ասես դինից։ Էտա ամենը։ Ինչ դինա դեր կուզեի տկլոր նկարները։ Ես չունեմ տկլոր նկարներ, ես տկլոր եմ քայլում ինչ։ Լավ, մեր բրից հարցերը մի հատ ես տանեմ հավաքեմ, Հավաքի, այս հավաքի։ Պատմի էլի, որ հեսա սկսել ենք բան ասել։ Հիմա սկսում ենք ամենահետաքրքիրը, մինչև հիմա այդքան էլ հետաքրքիր չէ։ Ամենասիրած բանն է, բամբասանք։ Բամբասում ենք, այո, սկսում ենք։ Ես սատկում եմ բամբասելու համար։ Բայց հիմա ոնց է։ Մենք քաշում ենք անուն, պատահական, ու իրանից պետքա բամբասենք։ Էական չի։ Լավ այդ։ Այս բան պետք է ստեղից սկսվի այդ բամբասանքը։ Այստեղից պետք է տարածվի այդ լուրը։ Հա։ Սենց ասեմ։ Մամ, կսկսես Բայց բամբասել դու նանո կապ դու չունի, պետք է որ չես քաշես, սպասի։ Առաջինը քաշում եք անուն ազգանունը, կարդում եք ու մի ֆիտը գցում եք, մենք ստեղ շարունակում։ Կարաս հավայի բանել ասես, մամ։ Դուր ես ասեմ, բասի։ Մագա Հարությունյան։ Ճիշտ ասած, ես մագայի մասին մի քիչ նենց բան եմ լսել, դու էլ էի լսել։ Էն ասա։ Այ, ես չեմ Չասենք։ Ասա։ Մամ, դե իմը մենք վերացան նստած ենք։ Դե բամբա պետք է Ումից պետք է հելնի, սա ասեմ։ պետք է բամբասենք, սա չուզած, էսի քաշել ենք պետք է Դեպի մի բան Գանք, ասես։ ինչ Մի ասեմ բան իրանից, ասա։ ինչ ասեմ։
Ինչ ասեմ։ Աչքերով խոսում կառավարը։ Տեսել ես ինչ բոմ ֆիգուրա ունի, խոսքի այն Ժակլինի հետ որ գցել է։ Պլյուս ասել էր, որ Ես ճիշտ ասած, այդքան չեմ հետևել իրան, այդ էս ճիշտ ասել։ Չեմ։ Ինչ ես հետևը, ինչ պատճառով։ Ես լսել եմ, որ Սուրենը իրան չի թողում փակ հագնվի, դրա համար է միշտ բաց հագնվում։ Հալավ անում հագնում։ Բա ես ասում եմ վատ։ բայց ստիպված է հագնում, Սուրեն ասում է մի փակ հագնվի։ Դու բաժանվի ուրեմն Սուրեն։ Ման դու հիմա պետք է բամբասես ուզես շուզես։ Չենք ասում լուրջ բաներ, հիմա բարձր մանգան որ լսի չի մտածելու ես ճիշտ է, պրոստ։ Բայց եթե հատվածը կտրվի ու Դու գցի։ ինչ ես մամայիդ վրա ես գցում, միա դու բամբասի։ Հələ մի հատ չէ, բայց մի րոպե։ Okay, մագայից չենք ուզում բամբասենք, նանո ջան քո պատճառով։ Հələ դու ումից ես ուզում բամբասես։ Մի հոգ։ Բայց լավ չէ, վերջի բամբասանքը որ այդպես աստղերից լսել եք։ Չեմ կարող ասեմ, ո՞ս ասեմ։ Բամբասելը չեմ քաշում, չէ։ Մամոս էս ինչ սխալ ապրում։ Հա, մի հատ էլ ենք անում քաշում, իրանից էլ այս մեկը հա, всё։ Լավ, ոնց որ ձեր հետ չի ստացվեց բամբասել, ես էս տանեմ ինձ այդ հանեք։ Ինձ այդ բամբասանքից հանեք։ Ամեն դեպքում աստված դեմը բերելու է։ Ման դու ինչից բան եղար, քաշվար ուզեմ հասկանալ։ Չէ, չեմ քաշվել։ Երեխեք, բայց դուք չեք ուզում բամբասենք, բայց մենք հիմա Այդ այդքան վատ է, որ ես բռնել ես ձեռս։ Չէ, շատ վատ չի։ Հիմա եկավ այս վախենալու թուղթը։ Այս մեր մյուս ակտիվությունը կոչվում է 1 րոպե զավզակություն։ Մենք մի հատ բան ենք կարդալու ու դրա շուրջ դուք պետքա փաստեր հորինեք ոնց ուզում ա լինի, ասեք, որ մենք հավատանք, որ դուք այդ թեմայից տեղյակ եք։ Այսինքն գիտնականներ եք, սենց գիտեիք այդ թեզ եք պաշտպանել դրանից, այդ ինֆորմացիան Որ ունես։ բլոգերներ կան, որ մի օր հոգեբանությամբ են զբաղվել, շուտ թեզեր են առնում։ Դուք պատկերացրեք եկեք։ Հիմա թեման տալիս ենք, Ռաֆասա։ Առաջինը խնդրում եմ Տիկին Նանո, մանավանդ ձեր կողմով ես Տիկին վստահ Նանո։ Այս բային Տիկին եք դառնում, այս թեմայի շուրջ, որովհետև էսի շատ կարևոր է ձեր մասնագիտականը նաև։ Ընգուլպաների անհետացման առեղծվածը ոնց կբացատրեք։ Նանո ջան, Հյուգո ջան։ Գցում ենք բոլորս, գցում ենք լվացքի մեքենա, պատտում հանում ենք մի հատ չկա։ Արդյոք Ուրա։ Այդ հարցին ձելա շատ տանջ է։ Դե պատասխանեք, մենք դրա համար ենք ձեզ կանչել այստեղ։ Դու մասնագետն ես, պատկերացրա, դու գիտես թե խիակորում, հիմա մեզ բացատրի խիակորում։ Ինչ իմանամ, Չէ, ուրա։ ինչ իմանամ բարձ չես կարող ասես։ Բա, Պետք է ասես խիակորում, դու դրա մասնագետ ես, դու գիտես, մի բան հորին։ Ուրա գնում եք երկրորդ գուլպան, ինչի համար է գնում, արդյոք այս պահին իրան դժվար է ապրել, նույն այս Ժողովրդյան երանգյունի լվացքի մեքենայի մեջ, արդեն ես չեմ կարող։ Նայ, մամաս իմ հետ ասում է, կիսում է իր մտքով, ես երևի ինքս բան ուղղակի չի կարող արտահայտվել, ես սա կասեմ, երբ որ գցում ենք իրենց լվացքի մեքենան, իրանք նեղանում են։ Ինչի՞։ Շորը ոչ նեղանալու հատկություն ունի։ Երբ որ նեղանում են, ինքնս ինքան գնում են իրարից։ Ոնց որ Իրարից նասկիներ իրարից են նեղանում, թե մեզանից։ Եթե խնդիրը մեր հասարակության մեջ է, մարդկանց մեջ է, մենք պետք է հասկանանք, Նանո ջան։ չէ, ռավնայ։ Լռում եք, պրոստը լռում եք։ Նորմալ չի։ Երկուսը կարաս գցես, բայց մեկը ինքը մի հատ դուրս է գալի լվացքի մեքենայից։ Որտեվ այդ նեղանալու պատճառը ունի։ Իսկ կարող եմ են ասկիներին հարց տանք օրինակի համար։ Մի տարի հարցնենք։ Մի տարի հարցնենք։ Ես կարող եմ հարցրու։ Տեսեք, մենք հիմա ոնց որ քննարկում ենք, թե խիանասկիներից մի հատը կորում, խնդրում ենք ձեզ պատասխան տաք մեզ, թե ինչի համար է առանձնանում էլ, մեկը գնում է, մեկը մնում է։ Մամաս որ չի գտնում մյուսը։ Ինչի՞ց է դա տենց։ Եվ լռում է նա, եւ լռում է Նանոն, ես հա, բա Եղեք դինավոր պայմանավորվել են չխոսան, դա կարա Ես տենց կարծում եմ սա ծյորը զագվրա։ ու սկսում այս գիտելիքներով ձեզ մասնագետ եք համարում։ Ռաֆիկ ջան, ինչ որ անհասկանալի ինչ ասեցի։ Մայրս այստեղ նստած է, չեմ էլ ուզում արդեն շատ բան խոսեմ ես։ Պարզապես երբ որ հայտ էիք լրացնում, խնդրվում էիք գայիք, մենք որպես մասնագետներ, որ դուք մասնագետ եք, կանչում ենք ինֆորմացիա ստանանք, մարդիկ մեր ֆորումում հարցրել են։ Այս Մենք կինը ունենք կես ֆորում։ ժամ նստելու համար ահագին ինքը վճար է պահանջում։ Հիմա ես բերել եմ ստեղ, հերիք ինքը մի երկու բառ ասում է։ Հերիք չի ասում է։ Մի հատ էլ դուք Կեսից էլ կտրում եք։ Չորրորդ կարևոր հարցը որպես մասնագետ, ով որ հիմնականում այս գործով զբաղված, ես գիտեմ, որ դուք սիրում եք այս գործը, հեսա կարտամ հարցը, խնդրում եմ կպատասխանեք, բայց Հուգո ջան, քեզից ավելի շատ եմ ակնկալում պատասխան։ Կախիչների դավադրությունը պահարանում։ Ինչու են նրանք միշտ իրար խճճվում, հենց այն ժամանակ, երբ շտապում ես, եւ արդյոք նրանք գիշերները կռվում են իրար հետ։
Լռեք, սովորեք։ Ես sense լռում եք։ Ես հասկացա։ Նախ կախիչը ինչ բան է։ Վեշելկա։ Վեշելկան է։ Նույնիկը վիշելկա։ Ստիպված ենք իշնել իր մակարդակին եւ իր բառապաշարով Կախիչը օգտագործել։ ինչ Վեշելկա։ կախիչի վրա երբ որ բան ես կախում ինքը բոլոր կախիչները նախ սկսեն այնպես որ 8-րդ ամսվա մեջ հղիություն են տանում բոլոր կախիչները միանշանակ հղին Ժողովուրդ մի հատ հավաքվեք որովհետեւ իմ մայրը ստեղ նստած է ժամանակ է մնա կորցնում ու այդ ծանրությունից ավտոմատ իրանք տնքում են եւ այդ ես ձեներն եմ լսում կախիչը Ժողովուրդ լրջացեք էլի չեմ կարա ես ձերքեր կազմեմ Ձեներ եմ լսում։ Ես մարդը տեսություն է ասում։ Ծիծաղել է այս ամեն ինչը։ Գոջան Մամաս կփաստի այդ ձեները կպահարանում արին մեջ ամեն Իսկ գենդեր քարտի անում են, մեկի կեսարան հատումով են ունենում վերջում։ Չեն իրա ջան, որովհետև իրանց չի կարելի Այդ մեկը դուրը բացում ես, արդեն տենում ես։ կախիչներին կարել չի կարելի դնել մանրան։ Լավ, հաղորդման լուրջ մասը փակենք։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Այս մեկի հարցերը շատ տանջեց։ Իրականում ես փոքրիկ դեմականացում էր ձեզ համար, սա պրանկ էր նկարում էին ես։ Տես 1 2 3 Նակարի, այդ դրա համար էլ չկարացի պատասխանել։ Բայց իրականում շատ հավես անցավ, մենք շատ ուրախ ենք, որ եկաք մեր խոհանոց, տեսակ մեր խոհանոցում ինչ հավես է անցնում, երևի դուք էլ եք ուրախ, չէ՞։ Նաև շատ Մյուս անգամ արդեն ես կասեմ կհրավիրեք։ Նաև շատ հաճելի է, որ դուք այդքան աջակցող եք ու բազմիցս թեկուզ մենք sense փորձում ենք գծենք, դուք ձեր տղային շատ լավ պաշտպանեցիք, այդ շատ գովելի է։ Օրինակելի էր։ Նորմալ էր մենք իրար հետ բոցվեցինք, ձեր տղային մենք շատ սիրում ենք, մեր ընկերներից է, sense իրար հետ բոցվեցինք, ուրախացանք, որտեղ խոհանոցում նստած ենք ոնց որ եւ կանենք օրինակ ձեր տանը, որքանք միասին մի հատ նստենք, sense խոսալու ենք, խնդանք։ Շատ շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ինչ ասեմ, մյուսը ձեր տանը։ Հա, մենք ձեզ ենք շատ սիրում, շատ անկեղծ շատ հավես անցավ։ Իմ համար լավ էր, քո համար լավ էր։ Հա, մի քիչ։ Քեզ Ոչ, առաջ անգամ, բայց ես անգամ։ Ոստե ասեմ փակենք։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Մենք բոլորը մեր մամաներին շատ սիրում ենք, պատճ մեր մամաներին։ Ապրեք։